Թող փառավորվի մեր Տեր Հիսուս Քրիստոսը, սիրելի Աստծո ժողովուրդ, որ կրկին ու կրկին Աստված մեզ հավաքել է իր փոքրիկ խորանում, իր սուրբ անարատ պատգամները մեզ փոխանցելու եւ մեր մեջ սրբությունը հոգեվոր աճը կատարելագործելու։ Ժողովուրդ, իրականից միշտ Աստծո առաքյալները, մարգարեները հորդորել են, որ յուրաքանչյուրս մեր գտնված վիճակում մեր իմաստությանը չվստահենք ու քննենք իրոք ճշմարիտ հավատքի մեջ։ Պողոս առաքյալը Կորինթացիներին ինչ ասում, փորձեցեք ձեր անձերը։ Իրոք հլը ճշմարիտ հավատքի մեջ եք։ Իրոք ձեր մոտ օրորի սրբությունն է կատարելագործվում, հոգևոր աճը, պտուղները, հոգիների դարձը, ձեզ քննեք։ Նույնը Սաղմոս 139-ում ինչ ասում, քննիր ինձ, փորձիր ինձ, եւ տես իրոք ճշմարիտ հավատքի մեջ եմ։ Եթե չէ, եթե շեղված կլինեմ, ինձ Տեր, դու ինձ առաջնորդի, դու ինձի բացատրա իմ սխալներն ասա, դեպի ճշմարիտ հավատն առաջնորդի, ամեն։ Սա ինչ է նշանակում, որ ամեն պարագայում, ինչքան էլ դու հասում ես, ինչքան հոգևոր բարձր հասակ ունես, միշտ քեզ քննես, դիմացինի հանդիմանությունը, քեզի իրականից, որ ընդդիմությունա դուրս գալում եկեղեցու միջից, էլ մատ քննես իշնատու նպատակը, կարող է իրոք դու շեղվել ես, ընդդիմադիրներին էլ ուզում ես գլխատես, ամեն։ Եթե ընդդիմացող եղբայրը ճիշտ բան է ասում, որ դու գրքից շեղվել ես, ողջունա, շտկվի, ասա արիմատել իրար հետ աղբերս, աղոթ կանենք, շնորհակալ եմ Աստծուց քո նման արթուն հոգու համար, ամեն։ Որ այս մարդը միշտ ուշադիր լինի, հանգարց ծեր ես, մեծ ես, որ ոտքը ցայտակի, գրքի հանի, ոչ թե խփի քցի, որ քո նման դավաճան անորենը ամոնի նման վերանը, ամեն։ Որ ցավ զգա քո կորուստի համար, իսկական ծերերի կորուստը եկեղեցում ցավ է, բայց հպարտ ծերերի կորուստը եկեղեցում ուրախություն է, տենց էլ էրա հպարտ թագավորներին եւ խոնար սուրբ թագավորներին։ Հպարտներին եկեղեցին չի սիրում, ժողովուրդը չի սիրում, խոնար սրբերին է սիրում եկեղեցին եւ անգամ ասում են Դավիթ դու նստի քաղաքում պետք չէ գաս սատանայի աչքը քո վրա, մենք քո տեղը կեթան կկռվենք, դու քաղաքից մեզ ղեկավարի, ամեն։ Ուրեմն այսօրվա թեման իրականից քննելու, ստուգելու թեմա է։ Քննիր քեզ ով քրիստոնյա, անեծքի տակ ես, թե օրհնված ես, մեռած ես, թե կենդանի ես, պտղաբեր ես, թե ամուլ ես, չորացած քոթուկ, որ մի օր պետք է կտրվես ու վառվես, ամեն։ Քննիր քեզ ով քրիստոնյա։ Քո տան վրա Աստծո օրհնություններն են անցած, թե անեսները։ Ես աղանդավոր ժամանակից, որ ելել եմ իսկ քննել եմ ու զատվել եմ աղանդավորներից, ելել է Օրինացիս 28-րդ գլուխը իմ հիմքը, ամեն։ Հիմա քարոզի բնաբանը հաստատող համարները գրեք ու քննեք, այսօրին կան շատ եկեղեցիներ կան չքննելու պատճառով մեռած դիակ են ու չգիտեն։ Եսայան ասում է կույր են, խուլ են ու չգիտեն, ամեն, որտեղ չեն քննում եւ իրանց իմաստությանն են վստահում, դիմացի խոսող ընդդիմադիր եղբայրներին էլ ատում խաչում են, ամեն։ Հələ մի հատ տեսեք այդ եղբայրը գրքով է խոսում, սիրելի Աստծո ժողովուրդ։ Երբ անդամական է լինում, հարցը է բարձրացվում, հələ տեսեք եղբայրները, այդ ընդդիմադիրներն են գրքով խոսում, թե վարսկան հովիվները, որ գրքով չեն պատասխանում։ Ով է գրքով, ով է Աստծո սրբության համար պայքարում, Աստված նրա հետ, ամեն։ Ուրեմն քննիր քեզ ով քրիստոնյա, անիծված ես թե օրհնված։ Սա ամենակարևոր բանն է, աստից է կախված քո փրկվելն ու չփրկվելը, ամեն։ Անիծվածները կորած են, օրհնված սրբերը փրկված են, ամեն։ Իսկ օրհնվածները միշտ օրհնությունից առաջ ինչ է դրել, եթե պահեսին բոլոր դատաստանները, կանոնները, խոսքերը, պատվիրանները, ամեն։ Միշտ եթե է դրած նոր օրհնություն, միշտ եթե է դրած նոր բժշկություն, ամեն։ Իսկ օրհնության նշանների մեջ կարդանք, որ համ լավ ապրելը տան դե դրուկ, լամ առողջ ապրելը տա, հոգով մարմնով առողջ եւ օրհնված պետք է լինես։ Եթե դու Աստծո դեմը ծռվես, Աստված ամեն ինչից զրկելու է քեզ։ Ու հիվանդություններն ու ցավերն էլ թափելու է թե ծերի վրա, թե հոգիների վրա, որ նրանք տառապելով մեռնեն, որ ժողովուրդը տեսնեն իրոք Աստված իրանց հետ գործ չունի, ամեն։
կարա բարի Աստծոն գանգրենայից մետորի տառապի մեռնի ասեսի Աստված անձի նվիր տվե։ Ոնց կարա քաղցկեղով տառապի դեկտորի մնակաշին ոսկոր ասի փառավորվի քեզ իմ Տեր Աստված էսի լավ բան տվիր ինձ։ Կամ ոնց կարա այդ բանի վրա լացով ասեսի Աստծո կամքնա։ Բա որ Աստծո կամքն դու չէիր լա։ Կփառավորեիր Տիրոջը, շնորհակալություն կհայտնեիր։ Մեկին հարց տվեց իր հովիվը լավ նվիրյալ հովիվը քաղցկեղով հիվանդությունից մեռավ, կաշին ոսկորը մնաց։ Ասում եմ, բա ինչու եք լացում։ Դե փառավորեք ձեր Հիսուսին, ասեք շնորհակալ ենք քեզանից, որ մեր եպիսկոպոսին շնորհեցիր այս օրհնությունը։ Սա ոնց է դիքլնի օրհնություն անես կա։ Բա ուրեմն քո Տերը անիծվածն է, սատանան է, որ քո լավ ծառային հետ անես կտվելա։ Աստված իր լավ ծառային մենակ օրհնություններ է տալիս։ Ու հիմա կընթերցեմ համարները կտեսնես, որ Տիրոջ տված օրհնության մեջ էլ տրտմություն չի խառնվում։ Ամեն։ Ուրեմն քննիր քեզ ով քրիստոնյա, անիծված ես թե օրհնված։ Երկրորդ օրինացիս 30-ի 10-15-ում Պատմոսի վրա քեզ մատուցանում է օրհնությունն եւ անեծքը, ասում է ընտրա, չեմ զորում, բայց վերջում օրդորում է, ասում է խնդրում եմ, եթե ինձ լսես, օրհնությունը, սրբությունը կընտրես։ Ամեն։ Բայց դի քո աղա քեֆն է կոպիտ ասած, որը կընդունես, ում շատ կսիրես, որ մեծ Տիրոջը կսիրես, նրա գործերն էլ քո ընտանիքի հետ կքայլի։ Ամեն։ Երկրորդ օրինացիս 28-րդ գլուխ է, էսի ամբողջը կարդացեք, բայց ես մաս կկարդամ հենց բուն համարները, որը խոսում է գործերի մասին, թե ինչ կկատարվի օրհնված ժողովրդի եւ անիծված ժողովրդի հետ։ Եվ նույնը Ղևտացիս 26-ի 1-20 խոսում է օրհնության եւ անեծքի նշանների մասին։ Այսքան համար, որ նույն բանն է խոսում, չես կարող Աստվածաշնչում մի համար գտնես, որ գրված լինի անիծվածը առողջ օրհնված կլինի, օրհնվածը հիվանդ, ցավագեր, վաղաժամ մեռնոք։ Չես գտնի։ Չկա տենց Աստվածաշունչ, որ իրար հակասող բառեր գրվեն։ Ամեն։ Ես սա Աստվածաշնչից եմ գրել եւ կուզեմ, որ դուք էլ նույնը գրեք եւ ամենքին տարածեք։ Ուրեմն սիրելի Աստծո ժողովուրդ, մենք մեր իմաստությանը չենք վստահում, թե լինի եկեղեցու անդամ, թե անդավորներից, որ լսում են մեր պատգամները, ընդունեք, որ սա Աստծո հոգին է մատուցանում ձեզ, եւ ձեզ ասում է քննեք ձեր հովիվներին, ձեր եկեղեցին եւ ձեր տան օրհնությունները կամ անեծները։ Եթե Տիրոջ ներկայության մեջ եք, օրհնվածները պիտի լինեք։ Եթե Տիրոջ խոսքից շեղվածներ եք, անիծվածները պիտի լինեք եւ չի կարա։ Եթե քո տան մեջ անեծքից մի նշան կա, ուրեմն ման արի։ Եթե ման չեկար, ավելի է շատանալու անեծքը, սերմը դրել է արդեն։ Եթե քո տան միջից օրհնության որևէ մի բան պակսում է, թափ հարց դու հոբի նման Տեր ինչու է սենց եղավ, չէ՞։ Հələ նայեք, երբ հոբը առողջ էր, ուղիղ օրհնված էր, տենց աղոտ չէր անում։ Նա ամեն օր հսկում էր, ստուգում էր, որ օրհնության ճանապարհների մեջ է, որտեղ գիշեր-ցերեկ նա Աստվածավախ էր եւ օրորի սրբություններ կատարելագործում։ Ամեն։ Կատարյալ մարդ էր եւ Աստվածավախ եւ ինչ էր անում, եւ օրորի սրբությունն ու Աստվածավախությունը կատարելագործում էր, ինչով գրքի, աղոթքի, պաշտամունքի, պարամունքով, վերջ։ Հենց որ իր մոտ նզովքի նշանները եկավ, ի հայտ եկավ, որը գիտեք, փորձություն էր, սատանայի գլուխը ջախջախելու համար էր, այդ բամբասող բերանը փակելու համար։ Մի անգամից հոբը քուրձ ու մոխիրակավ ասավ, ինչ եմ արել, Տեր։ Ու իրոք իր քննելը ճիշտ էր, ինքը ուղիղ էր եղել Աստծո առաջին։ Մեկ քիչ մեծամիտ հպարտ բնություն ուներ, դա հանդիմանվա վերջում, բայց ինքը իրականում ուղիղ սուրբ կյանքով էր ապրել։ Ու բոլորս էլ գիտենք, որ Աստված բան թույլ տվեց սատանան գնա, որովհետև նա հոբով պարծենում էր անօրենի դեմ։ Իսկ անօրեն ասավ թողը լփորձեմ տետի քեզ ավադարիմ կմնա։ Կարող է հենց փորձության համար էլ քեզ հիվանդություն, ցավ, նեղություն գա։ Փառք ու Տիրոջ ասա, Հիսուս ունեմ, հոգսեր չունեմ, պարավորվի Քրիստոսը։ Նեղությունը ոնց եկել է, տես վազեվաս կփախչի։ Մի ճանապարհով եկել է 7 հոգ փախչելու է, որտեղ գրքում գրված է, որ ես օրհնված, առողջ, պիտի լինեմ ուրիշին փող տամ ու փող չառնեմ։ Ամեն։ Ես սրան եմ հավատում, երբ ելա ես իմ վիճակները քննելու, որ հիվանդ ցավագյարը ինք տնով,
նեղի հացի կարոտ, ունձի ասում են դու ամենալավ հոգին ես։ Ինձ հարց էր գալիս, որ ես ամենահասուն հոգին եմ եւ ասո ամենանվիրյալը, Գեդեոնի նման, որ ասավ Տեր Աստվածը քո հետ արեշտակ։ Նա ասավ ուրա որ իմ հետ է, որ Տեր Աստվածը մեր հետ է, մենք չենք ես փղշտացիների ձեռը, թշնամու հակառակորդի ձեռնս ես տանջվում։ Ինչու են գողտագղտիկ ցորենը ծեծում, փախցնենք, տանենք, պահենք, որ ուտենք չմեռնենք։ Ամեն։ Գեդեոնը առողջ էր եւ իրոք ճիշտ հարց տվեց։ Եվ նույնը իմ հովիվն ինձ ասում էր, որ դու ամենահասուն, ամենանվիրյալ եղբայրն ես։ Բա որ հասուն եմ չեմ ցավագար եղբայր։ Բա որ հասուն եմ չա իմ կինը հիվանդ։ Ինչու են մենք հաց մուրում, ստրանից ալուր խնդրում, որ երեխեքս ովից չմեռնեն։ Հարց։ Եվ ես կարդում էի օրենքի գիրք, ասում եմ Տեր, ես լրիվ անիծված եմ։ Գնում խոսում եմ, ասում եմ չէ եղբայրս դու ամենաօրհնվածն ես։ Որտեւ իմ կինն էլ է հիվանդ, ես էլ եմ հիվանդ, բոլորս հիվանդ են, գնան էության մեջ, տկարության մեջ գոհացի, սա է հավատքը, խաբում էր ինձ։ Այմարդ ասում է գիրքը ուրիշ բան է ասում, դրա համար ասո ժողովուրդ, ինձ լսեք, բայց ստուգեք, ես գրքով եմ խոսում, մեկ էլ ձեր հովիվներին հարց տվեք, ինչու եմ ես հիվանդ, ինչու է իմ տունը ամեն օր կռվի մեջ, ինչու է իմ տունը հացի կարոտության մեջ, ինչու մեր մեկը երկու չի դառնում, հեթանոսն օրհնվում է, ես անիծվում եմ։ Այս հարցը տվեք, հələ տեսեք այդ հովիվը ինչ է պատասխանելու։ Եթե գրքով պատասխանա, պետք է ասա դու մեղքի եւ անեծքի տակ ես։ Եթե հիմարաբար խոսի, կասա գնա քույրիկ ջան, հավատ նստեն ազորանում։ Այո, հավատքը հալածանքի մեջ է զորանում, ոչ թե սոված մնալու, ոչ թե քասկերի շաքարախտի, ոչ թե բիլագներն ու թևերը կոտրվելով ջարդվելով, ոչ թե ժայռը բլում է ամբարիշտը փրկվում է անունով հավատքի մարդիկ մնում են վալնայի հետ հողերի տակ մեռնում են, ինը երեխեքը մնում են անտերի հետում։ Էսի օրհնություն չի։ Սա անեծք է, մաքուր անեծք։ Եվ սա միայն սատանայի գործն է, որ թագավորում է քո բնության մեջ եւ քո տան մեջ։ Ռոմիացիների ուղերձում ինչ ասում, թող մեղքը չթագավորի ձեր մահկանացու մարմինների վրա, որ անոր ցանկություններին հնազանդվեք, հապա Տեր Աստվածը թող թագավորի ձեր մեջ, որ նրա սուրբ ցանկություններին հնազանդվեք եւ նրա օրհնությունները թափի քո տան գլխին, ամեն։ Հիմա գրեք համարները ու ընթերցում ենք։ Երկրորդ Օրինացիս 30-ի 10-20, Օրինացիս 28-րդ գլուխ, ամբողջությամբ օրհնության եւ անեծքի գլուխն է։ Ղևտացիս 26-ի 1-ից 20 էլի օրհնության եւ անեծքի նշաններն է։ Այսքան ներիքա ժողովուրդ, եթե ես 2 ժամ էլ քարոզեմ, համադրեմ մարգարեություններից, ծննդոցից, հայտնությունից, նույնն է լինելու։ Շատ խոսքերը կհոգնեցնի ձեզ, ավելի լավ ես մանրամասնորեն բացատրեմ, իմ կյանքից ձեզ օրինակներ բերեմ տարբեր տեղերից, որ դու համոզվես, որ բոլոր դարաշրջանում Քրիստոս նույնն է երեք այսօր եւ ավիտյան, ամեն։ Սրբերին օրհնելու, պահապանելու, երկինք տանելու, ամբարիշտ պիղծ հավատացյալներին, որոնք Աստծո անունը հայոյում են պատժելու եւ վերջում էլ մերցնելու ու դժոխք ուղարկելու։ Եթե արդեն Տերը հեռանում է, դևը սպանում ու քեզ տանում է դժոխք, ամեն քո գարշելի վարքի պատճառով։ Հիմա տեսեք Օրինացիս, երկրորդ Օրինացիս 30-ի 10-20-ում ինչ է Աստված մեզ խնդրում։ Պարաջարկում է։ Սա դու տես, ընտրա, որ ընտրես, ես նա կհաստատեմ քո կյանքում։ Տես, այսօր քո առաջին եմ բերում կյանքը ու բարին, մահը ու չարը, որ ես այսօր քեզ պատվիրում եմ, որ քո Եհովա Աստծուն սիրես, թե աղաչում, պատվիրում է, չի հրամայում, նրա ճանապարհներում գնաս, նրա պատվիրանքները, կանոնները, դատաստանները պահես, մենակ պատվիրան չէ, բոլոր խոսքերը, օրենքներ ու պատվիրաններ ու խնդրանքներ են քեզ։ Դու բոլորին պիտի հնազանդ լինես։ Եթե մեկը բոլոր օրենքը պահի ու մի բանում անցավոր լինի, նա բոլոր օրենքի դեմ էլավ անցավոր, որտեղ է գրած, Հակոբոս 2:9-10։ Բոլոր, որ քո Եհովա Աստծուն սիրես, նրա ճանապարհներում գնաս, նրա պատվիրանքները, կանոնները եւ
դատաստանները պահես, որ ապրես ու շատանաս, և քո Եհովա Աստվածը քեզ օրհնի այն երկրումը, ուր որ գնում ես նրան ժառանգելու համար, որ օրհնի քեզ։ Բայց եթե քո սիրտը ետ դառնա և չլսես, այլ մոլորվելով ուրիշ աստվածների երկրպագություն անես ու նրանց պաշտես, ուրիշ աստվածների երկրպագություն դու մի մտածեք միայն տիկուրք ու նկար դնեք պաշտեք։ Կրկոտ լկտի ցանկության հետևից գնացողը օտարասո պաշտամունք համատուցանում, ամեն։ Ինչը որ ակառակը ավետարանին, դու ավետարանի խոսքի շատ ես սիրում, դա կուրք է և դու կռապաշտական ցանկության մեջ ես և օտարասու ես երկրպագում։ Դրա պատճառով նզով քտանիցդ անպակաս կլինի, կռիվն ու անխաղաղությունը անպակաս կլինի։ Ես ձեզ այսօր իմաց եմ տալիս, որ անպատճառ կկորչեք, եթե գրքից շեղված վարդապետություն ընդունեք և օտարասու պաշտամունքի միանաք։ Բայց եթե քո սիրտը ետ դառնա և չլսե այդ պատվիրանները, այլ մոլորվելով ուրիշ աստվածների երկրպագություն անես, նրանց պաշտես, ես այսօր իմաց եմ տալիս քեզ, որ անպատճառ կկորչեք, երկար կյանք չեք ունենա այն երկրի վրա, ուր որ Հորդանանովն անցնելով գնում ես նրան ժառանգելու համար։ Հիմա տեսեք վերջում ինչ է խնդրում քեզ։ Այսօր երկինքը ու երկիրը վկա եմ կանչում ձեզ վրա, որ կյանքը և մահը, օրհնությունը և անեծքը ձեր առաջը դրի։ Դե դրու կա, բայց տեսեք ոնց է նուրբ խնդրում մեզի։ Երկինք երկիր արարող Աստված համոզում է մեզի, ուրեմն հարազատս ասում կյանքը ընտրի, զավակս կյանքը ընտրի, որ ապրես դու և քո սերունդը։ Իսկ կյանքը ասող խոստն այս խոսքերը, որ ես ձեզ խոսեցի, հոգի և կյանք են, ամեն։ Այս խոսքերը Մովսեսն ասում է դատարկ բան չեն, Օրինացիս 32, 46-47 հեսակ ընթերցեմ, այս խոսքերը ձեր կյանքն են, ամուր բռնեք, որ մեկը չտանի։ Իսկ սատանան ինչի հետևից է գալու։ Մեր կյանքի հետևից, ամեն, որ մեր շեղի գրքից և նզով կթափի մեր գլխին և մեղքի մեջ սպանելով մեզ դժոխ տանի, ամեն, ինքը չի վայելեն երկինքը, ընդից վռնդվել է ու ուզում է, որ դու էլ մեղավոր չմտնես ու չվայելես։ Ուրեմն կյանք ընտրիր, որ ապրես դու և քո սերունդը, որ քո Եհովա Աստծուն սիրես, նրա ձայնին լսես, նրան հարես, որովհետև նա է քո կյանքը և քո օրերի երկարությունը։ Դե թող ասել նա է քո կյանքը և քո օրերի կարճությունը քեզ նվեր կտա։ Բոլոր վաղաժամ մահերը մեծամասամբ եթե չի էլ է Աստծո համար նահատակվել, դա մեղքի հիվանդության պատիժ է։ Մեղքի պատիժա, նզովքից եկած մեղքի պատիժա բոլոր վաղաժամ մահերը։ Դու կուզես քո որդին վաղաժամ մեռնի, չէ։ Բա ոնց ես մտածում Հայր Աստվածն ուզում է, որ դու իր որդի դուստր վաղաժամ տառապելով մեռնես։ Ենել հանգիստ չես մեռնում, գանգրենայով, շաքարով, քաղցկեղով տառապում ես, փդում ես, նոր մեռնում ես։ Էդի օրհնություն է, ողբա մտենց օրհնության վրան։ Դա անեծք է Օրինացիս 28-ի, Օրինացիս 30-ի, Ղևտացիս 26-ի, բացեք ընթերցեք։ Որ քո Եհովա Աստծուն սիրես, նրա ձայնին լսես և նրան հարես, որովհետև նա է քո կյանքը և քո օրերի երկարությունը։ Տեսեք նաև 32-ում ինչ է խոսում այդ կյանքի մասին։ 39-ում ասում է հիմա նայեցեք, որ ես եմ և ինձ հետ միասին էլ Աստված չկա։ Ես եմ զարկում, ես եմ բժշկում, ես եմ մերցնում և ես եմ ապրեցնում և իմ ձեռքից ազատող չկա։ Հասկացաք, որ Եհովան քո հետ է, դու երկար տարիների կյանք կապրես, առողջ կապրես, վաղաժամ էլ չես մեռնի։ Եվ տեսեք նույն 32-ի 46-47 կարդամ ու ասենք բուն թեմային։ Նրանց ասաց. ձեր ուշը դարձրեք այս ամեն խոսքերին, որոնք այսօր ես ձեզ համար վկայություն բերի, որ նրանք ձեր տղերանցը պատվիրեք, որ նրանք այս օրենքի ամեն խոսքերը պահեն ու կատարեն, ամեն խոսքերը, ինչի, որովհետև այս ձեզի համար դատարկ բան չէ, որովհետև ձեր կյանքն է։
հիշեցեք կյանք ներդրվեն մեր դեմ ու մահը։ Այն խոսքերը, որ ես ձեզ խոսեցի, Հիսուս ասավ, հոգի եւ կյանք են։ Ուրեմն կյանք ընտրեք, օրհնություն տրեք, որ ապրեք դուք եւ ձեր սերունդները։ Որովհետև այս ձեզի համար դատարը բան չէ, որովհետև ձեր կյանքն է։ Եվ այս բանով երկարակյաց կլինեք, վաղաժամ չեք մեռնի օրհնվածներ, եթե ընտրեք կյանքը, եւ այս բանով երկարակյաց կլինեք այն երկրի վրա, որի համար հորդանանով ասնում եք նրան ժառանգելու համար։ Քանի տեղ ընթերցեմ, որ կյանքն ու օրհնություն ընտրողը վաղաժամ չի մեռնի։ Հսկի որ չէ դու ասում պիտանի անոթ ես, նա չի ուզա որ դու շուտ գնաս ընդե, ստե գործը մնա թերի, ամեն։ Փառավորվի Քրիստոս։ Հիմա 28-րդ գլխից ընթերցում եմ տեղ, որտեղ սա շատ երկար է, բայց կարդում եմ այն համարները, որ մեզ ապացուցելու է, հատկապես օրհնության համարները կարդամ լրիվ, որտեղ սաղ գրված է ինչը պիտի քո հետ գայլի։ Նրանից հետո քեզ քննի, եթե օրհնությունից մի բան չկա, քո տունը նզով կա քո տունը, կամ փորձությունա մանարի, կամ պիտի վերանա էտի կարճ ժամանակից, կամ նզով կա ու չի հեռանալու, քանի մեղքը չխոստովանվես։ Լարվածությունը, անխաղաղությունը, ամեն։ Օրհնության խոստմունք եւ անեսքի սպառնալիք։ Օրինացիս 28-րդ գլուխ։ Ես շատ եմ խոսես գլխի մասին, բայց հոգին հրամայեց, որ իրոք տան, որտեղ շատերը չգիտեն իրանք փրկված են թե կորած, անիծված են թե օրհնված։ Տեսեք Առակաց 22-ի Առակաց 10:22 ինչ ասում, Տիրոջ օրհնություններն են, որ հարստություն են տալիս։ Եվ անոր մեջ տրտմություն չարիք չի խառնվում։ Սատանան էլ կարա հարստություն տա, վերջում կյանքդ խլի ու տանի։ Տիրոջ տվածը քիչ է, դանդաղ ես բարձրանում, բայց նրա մեջ էլ տրտմություն չարիք վաղաժամ մահիվանդություն չկա, որ տվածը սրբի տանի, ամեն։ Եթե իրավ լսես քո եւ Աստծո ձայնին ու շադիր լսեք, ինչա պահանջում օրհնվելու համար, ու դու քեզ քննի, կարողա կիսատ պրատես լսե Աստծո ձայնը, կարողա բաներ կա, որ Աստծուն զզվելիա դու անում ես դրա համար ես նզով է, կարողա աշխարհասեր եւ շնացող է զանգուլներ ես սիրում, մատանիներ ու պճնվել Հեզաբել պորնիկի նման, դրա համար ես զարկվում։ Եթե քո եւ Աստծո ձայնին ուշադրությամբ լսես, որ զգուշանաս ու կատարես նրա բոլոր պատվիրանքները, որոնք ես այսօր քեզ պատվիրում եմ, որ քո Եհովա Աստվածն էլ քեզ երկրից բոլոր ազգերից գերազանց կանի, ամեն։ Եթե լսես կատարես, քո Եհովա Աստվածն էլ քեզ երկրից բոլոր ազգերից գերազանց կանի։ Ումը օրհնվածներին։ Հիմա տեսնենք ինչ կանի։ Ես եւ այս բոլոր օրհնությունները իսկ օրհնության մեջ ամենալավն ու բարին է։ Ուտե ինչեր կա օրհնության մեջ։ Եվ այս բոլոր օրհնությունները քեզ վրա կգան եւ քեզ կհասնեն։ Եթե քո եւ Աստծո ձայնին լսես, դու քաղաքի մեջ օրհնյալը ամենալավն է, ամենահարուստը, ամենաանտիրը, օրհնյալ նետի է։ Դաշտի մեջ օրհնյալ կլինես։ Օրհնյալ կլինի քու որովայնի պտուղը, քու երկրի պտուղը, քու անասունների պտուղը, քո կովերի ծնունները ու ոչխարների թոթերը։ Կինդ չի վիժի, կինդ ռախիտ երեխա չի ուննա, որովայնի պտուղը օրհնյալ ամենասիրուն, ամենաիմաստուն, ամենախելոք երեխեն կունենաս, ամենաառողջ։ Բայց այսօր երեխեն ծնվում ռախիտ եւ մարդիկ տարրապում են դրա ձեռ, ոսում են օրհնությունը։ Այո, օրհնություն կլիներ, եթե երեխեն պրոբլեմ չդառնար ընտանիքին, ամեն։ Բայց դա օրհնություն չէ, դա արդեն նզովքով խառնված է։ Իսկ եթե մի բանը նզովքով խառնված է, օրհնություն չի։ Օրհնյալ կլինի որովայնիդ պտուղը, քու երկրիդ պտուղը ցանում ես չես քանդում, ցանում ես որդերն են ուտում, կարկուտնա կոտրում, երաշտնա չորացնում, ինչ օրհնություն։ Ու վերջում եկամուտ չես ստանում, ասես բուլյոն, բաձևի ջուրը բուլյոնն ամեն, ասում որ 50 կոպեկ առնում ես ձունը, 50 կոպեկ ծոխում ես էփելուց հետո, քեզ ի՞նչն է մնում, ասում բուլյոնը, ձվի ջուրը, որ թափում ես, ինչքան հիմար բաներ է, մեր մոտիկներից մեկի բարեկամի խոզը ծնավ, ասում
12 հատ բերես 12-ին էլ կերա փառավորվի Տերը քոնե որ ասում է մերուն մնացող պատկերացեք այդ ձայքերին կեցերին մեծացրին ծաղսորեցին վերջում ծնավ որը դուստի եկամուտը ստանին խազը կոտաղավ դիվարվա բոլորին կերավ Հիմա ասում է փարկասու գոնե որ մերուն չխատա որ է գալտորել էլի հղիանա էլի ծաղսերն անեն տնեն վերջում ոչինչ չօգտվեն Գոնե ասենց անմիջ չլնեն ձերը մնացելա պրեսի տակը կդրվել ասում է փառավորվի Տերը լավա գլուխն ու ողնաշարը չտորե Հասկանում եք զոմբի են իրանք պետք է ասեն Տերն չի պետք է էսի լիներ Իրանցս ես չեն կարոզ է որ մի թեթևակի անգամ անասունիդ վատ բան ալնում թապասատեր կամ մեքենայիդ եկե խփել են ու դու մեղավոր ես Ֆինանսական տուժեր ես կրում ինչի համար Սա պիտի չլիներ եթե դու ես հերրու բաներով քննես քո երեխին ու քեզ արված չի դիպչի Բայց որ մեքենայիդ անասունիդ կպնում չես քննում մոտիկանումա տանը տա կպնում մոտիկանումա զավակի տա կպնում վերջում էլ քեա կպնում Վերջ եւ մեռնում եք փարավոնի նման ու բոլորդ կորսվում եք Օրտնյալ կլինի քո որովայնի պտուղը քո երկրի պտուղը անասուններիդ պտուղը կովերիդ ծնունդը ոչխարների թոտերը բազմացին ու առողջ կլինեն էլ չմոռանանք բոլորը օրտնյալ ամենալավն է Օրտնյալ կլինի քո կողովը եւ քո տաշտը Օրտնյալ դու օրտնյալ կլինես մտնելիս եւ օրտնյալ կլինես դուրս գալիս Եվան քո առաջին ջարդել կտա քեզ վրա Վեր կեցող բոլոր թշնամիներից սա կվախենան քո հետ խնդիր ունենան ոչ թե քո անճորնի մրթներից կամ չար աչքերից հապա քո Տեր Եհովան վախ ու սարսափ կթափի բոլորի վրա սաղ կուզեն քո հետ լավ լինել Նրանք քեզ դեմ մեկ ճանապարհով դուրս կգան բայց քո առաջից 7 ճանապարհով կփախչեն պատիժ կուտեն ովքեր քո դեմ բան ծրագրավորեն եւ այդ պատիժը վախ կտածի նրանց վրա ամեն Եհովան օրհնություն կուղարկե քեզ քո շտեմարաններում լիքը ուտելիքը բարիքներդ ոնց քո խնդիրը չէ դու երկինքի արքայության հարցը առաջ տար ես ամեն ինչը Պետրոսի ոտքերի նման կփռեմ քո ոտքերի տակ ամեն Եհովան օրհնություն կուղարկե քո շտեմարաններում եւ քո ամեն ձեռնարկելու բաներումը եւ քեզ կօրհնե քո Եհովա Աստվածը քեզ տված երկրումը Ինչպես որ քեզ երթում էի արել, եթե քո Եհովա Աստծո երամանները պահես ու շադիր, Եհովան էլ քեզ իր համար սեփական ժողովուրդ կհաստատե, ամեն։ Սուրբ պետք է լինես, որ Սուրբ Աստվածնասանային սեփականությունն է հեռու գնա, սատակիչ, չմտնես նրա տունը ու չկարծավ մտներ Եգիպտոսում բնակվող իսրայելացիների տները, տեսավ արյունը ու հեռու մնաց։ Ու եթե նա հաստատում է քեզ իր համար սեփական սուրբ ժողովուրդ, հրեշտակային գնդերով պահապանում է, էլ պետք էլ չէ դևերին ասել ստեմի մտի։ Դևերը հրեշտակային գնդերը տենալով քո տնից, քո երեխեքից, քո այգուց, քո դաշտերից, քո անասուններից, անգամ քո շնիկից ու տուզիկից հեռու են մնում։ Պատկերացրա մեր տուզիկին Աստված պահում է, բայց իրանց ովին չի պահում։ Գանգրենայից մեռնում է, քաղցկեղով մեռնում է։ Ճնշումը տալում ինսուլտ ստանում, ասում է փառավորվի Տերը, բեմի վրա 37 վայրկյանում ինսուլտ ստացավ։ Համարյա 40 տարեկան ովիվը։ Քոնե սենց հիմարաբար չխոսան անխելք։ Հիմա սիրելի մեզ լսող աղանդավոր քույրիկ կամ եղբայր, հələ քննի այդ բաները քո հոտում կատարվել է, եթե կատարվել է փախի։ Արի մեր նման սուրբ եկեղեցիներ ու մեզ էլ ստուկի, մեր ովիվներն ինսուլտ են ստանում ամբիոնի մոտ։ Քաղցկեղով շաքարով տարապում են, կուրանում են Իսահակի պես, որ կրամոլ էր։ Նույն որ կրամոլ հովիվները լրիվ կույր, ճնշումով հիվանդ, ցավագար, շաքարախտ, գանգրենա, քաղցկեղ, հուրա քո տիրոջ տված օրհնությունները։ Հələ ստե նայեք մի հատ օրհնված մարդը ցավ ունենում, հա։ Եվան քեզ իր համար սուրբ ժողովուրդ կհաստատե եւ երկրիս ամեն ժողովուրդները կտեսնեն ու կասեն օրհնվես դու Աստված քեզի տվե ու չի խնայե այտենց էլ ասում են ես ինչ անում ձեզի ասում եմ արի դու քեզ էլ տա ասոշտեմարաններին վերջ չկա երկիրիր բոլոր բարիքներով հարստություններով Աստծո ցերնավիրն ուզա կտա թե քեզ ինչի չտալում գնա քեզ կննի
Իմ նման բոմժին, որ աղբանոցից վերցես, բոլորդ գիտեք որտեղից ինչ անաստագոմերում եմ աշխատել եւ ոնց էլ գյուղի առուները մաքրել։ Որպիսի մի մեշոկալուր երկու բանգա ձետ տուն տանեի ամսվա վերջ։ Եթե իմ նման որդին հանել է ու ես մեկին ոչ խափե, ոչ գցե, ոչ գողացել եմ։ Իմ տերն է օրհնե Հովսեփի նման։ Հնչի պետք է քեզ չորհնի, ամեն։ Խոնարհվի։ Տիրոջ ձեռքին է օրհնության դռները բացելն ու փակելը։ Միգուցե դու գող ես ասու բաժին չես տալում, դրա համար չի օրհնվում քո քիչը։ Միգուցե միայն որովայնդ ես խսկում աղքատին չես օգնում, ողորմություն չես տալում, մտուցել կարա օրհնությունները փակվի։ Բայց դա արդեն քննելու հարց։ Երկրիս ամեն ժողովուրդները կտեսնեն, որ Եհովայի անունը կոչված է քեզ վրա ու քեզանից կվախնան։ Նորից եմ ասում, քո հիստերիկությունից չէ, քո չարո աչքերից չէ, քո դեմքի միմիկաներից չեն վախենալու։ Կվախենան, որ դու սուրբ մարդ ես, կպան պատիժներն ուտելու են Եհովայից։ Եվ Եհովան քեզ առատություն կտա բարության համար, քո որովայնի պտուղը, քո անասունների պտուղը բազմացին կլնես ու կշատացնես, ամեն։ Քո որովայնի պտուղը, քո անասունների պտուղը, քո երկրի պտուղը շատացնելով։ Այն երկրի վրա, որ Եհովան քո այրերին երթում արավ քեզ տալու համար։ Տեսեք, ոչ մի ձագը չի վիժի, ոչ մի անասունի հարված չի լինի։ Էլի ուր մնաց կնոջը հարված լինի, վիժի կամ ռախի երեխա ունենա, կամ երեխեն ծնվի դիվահար լինի, չկա տես բան, օրհնության տակ չկա այտենց բան։ Անձամբ բացեք, կարդացեք Օրինացիս 28-ի 1-ից 15։ Եհովան իր բարության գանձը, այսինքն երկինքը քեզ համար կբանա, եւ քո երկրին անձրև տա, որ քո երկրին անձրև տա իր ժամանակին։ Եվ քո ձեռքի ամեն գործը, ինչը Եհովային արսելով ես, օրը օրհնվելու է, կօրհնե։ Եվ դու շատ ազգերին փող կտաս, պարզ լսեք, բայց դու փող չես առնի։ Եվ Եհովան քեզ գլուխ կանե, եւ ոչ թե չագի, հարուստ կլինես, օրհնված կլինես, ձեռդ միշտ կբացես աղքատներին ու քո ձեռը չի կարճանա։ Ասում է բացարձակ աշխարհը ման եկա Սաղմոսների գրքում։ Չտեսա այսքան ժամանակ արդարը երես է ձգված եւ նրա զավակն ածմուրացող։ Ամեն օր կողորմի ու փող կուտա եւ նրա սերունդը օրհնված է, ամեն։ Եթե քո եւ Աստծոյի պատվիրանքներին լսես, որոնք ես այսօր քեզ պատվիրում եմ, որ պահես ու կատարես, որ չխոտորվես այն բոլոր խոսքերից, որոնք ես այսօր քեզ պատվիրում եմ, աջ կամ ձախ օտար աստվածների ետևից գնալու համար, որ նրանց ծառայություն անես։ Լսեք, 1-ից մինչև 14 ընթերցեցի, մի համար տեսակ, որ գրված լինի Աստծո կամքը կատարողը, ոչ թե գրվածա չես հալածվի, հալածանքը միշտ մեր գլխից անպոկած պետք է լինի, հալածանքը հացիսով չի, հալածանքը անարգանքը, թուքը մուրա, չարչարանքը, կարող բանտել կցեն սովածել թողեն մի քանի ժամանակ, բայց կրկին կհանեն, կխղճան, կողորմեն ու հաց կտան, ամեն, ու Աստված անգամ բանտում Հովսեփի նման քեզի պաշտոն կտա, ամեն։ Չխառնեք այս օրհնությունը հալածվելու հետ։ Այո, իմ օրհնությունները տարես տարի ավելի է շատացել, բայց դրա հետ շատացել է նաև փորձությունն ու հալածանքները։ Ամեն ժամանակ առ ժամանակ պտտվել է ու եկել է, պատել է, բայց ոնց եկել է, տենց էլ հեռացել է, ամեն։ Քանի հոգով իմ դեմը դուրս են եկել, նորից փախել են ու պարզվել է, որ ստով, կեղծիքով, պղծություններով են ուզեցել գլխից բաներ սարքել, ամեն։ Դրա համար իմ ճակատը պարզ է, դրա համար ոչ մի աղանդավոր հովիվ չի կարում իմ դեմը բան դնի, որ դնիել կասեն գրքի որ ամարնացարում կարենը, խայտարակ կլեն, իսկ կարենը գրքով ցույց է տալիս, որ դու գրքից ամայրաբան չեք պահում, ամեն։ Դրա համար նզով կթափելա եպիսկոպոսներից սկսած մինչև ամենավերջի անդամի գլխին։ Եթե կա մեր կու առողջ ընդանք միամիտ հավատացյալներն են, որ եթե բացվավ իրանց դուրս չեկան այդ կազմակերպությունից, որը Բաբելոնի պոռնիկին է պատկանում, նրանք էլ են զարկվելու եւ դիվահարվելու։ Բայց այդ նույն սուրբ ժողովուրդը ուշադիր, հիմա կարդում եմ 15-ից
մինչև 60 քանիսը տեղ։ Տեսեք, բայց այդ նույն ժողովուրդը, բայց եթե քո Եհովա Աստծոյի խոսքին չլսես, ուրեմն ըստ չկար հիվանդություն, չկար վատոր, չկար վաղաժամ մահ, ճիշտ է։ Հիմա տեսնենք 15-ից հետո արդեն նզովքի նշանները ինչա ցույց տալիս։ Եթե օրդության նշաններն են քո տան մեջ թագավորում, փառավորվի Տերը, դու իմացի փրկված ես ու գրքի, աղոթքի, պաշտամունքի կյանքը չթողես, սուրբերի հետ շփումը չթողես, էսի պայման, հենց թողիր էլի նզովքը գալու է։ Բայց հիմա քննի, կարող է հենց հիմա քեզ թվում է օրհնված ես, բայց ես անեսքի նշաններից ունես։ 15 խոսքից։ Բայց եթե քո Եհովա Աստծոյի խոսքին չլսես, մեր խոսքին էլ չլսես երիքա, ըտից նզովքը կշատանա։ Եվ չպահես եւ չանես նրա բոլոր պատվիրանքները, բոլորը, եւ կանոնները, որոնք ես այսօր քեզ պատվիրում եմ, այն ժամանակ այս ամեն անեսքները քեզ վրա կգան ու քեզ կհասնեն։ Հիմա ուշադիր։ Անիծյալ կլինի ես քաղաքի մեջ, հաջողություն չես ունենա, ինչ բռնես կձախողվի։ Անիծյալ դաշտի մեջ, ինչ ցանես նորմալ պեր չես ավկի, որդերը կուտեն։ Անիծյալ կլինի կողովը դու քո կողովն ու քո տաշտը, հացի կարոտ կլինեն երեխեք։ Անիծյալ քո որովայնի պտուղը, քո երկրի պտուղը, կովերի ծնունդը, կինդ կծնի, ռախիտ կլինի, կամ չի ծնի, կվիժի, կկորցնի, կամ այդ երեխեն ինվալիդ կծնվի, վերջը, օրհնություն չկա։ Կովերի ծնունդը կծնեն կսատկեն, վերջը կծնեն մերացուն կլինի, խոզերին կուտի, կովը կզարկա, հորթը կսատկի, ամեն, դու օգուտը չես տենա, մենակ տառապանքը քեզ բաժին կհասնի։ Ոչխարներիդ հոտերը, անիծյալ կլինես մտածդ ժամանակ, անիծյալ դուրս եկածդ ժամանակ։ Եհովան անեց, կուշադիրը սկսվավ, ընդ մետեղ չկար ցավիվանդություն։ Օրհնության մեջ չկար ցավիվանդություն, դա տեսեք ըստ շարանաց հավերի։ Եհովան անես տարապանք, հանդիմանություն կուղարկե քեզ համար, քո ամեն ձեռնարկած գործերումը, որ անում ես եւ մինչեւ որ բնաջինջ լինես շուտով կորչես քո չար գործերի համար, որ ինձ ձգեցիր։ Իսկ ասում ոնց են ձգում, ասո պատվիրանը թողելով, ասո գիրքը թողելով, աղոտ պաշտամունք թողելով, այս պաշտամունք թողելով, ասում թողելա։ Մեկտեղ հավաքվելը սուրբերի հետ թողեցիր։ Եհովան քեզ կկպցնե ժանդախտ, մահաբեր հիվանդություններ, մինչև որ քեզ վերջացնեցի դանդաղ մահնա ժանդախտ։ Հիմա քաս եղելի, ժանդախտ, Եհովան քեզ կկպցնե ժանդախտ, մինչև որ քեզ վերջացնե այն երկրի երեսից, ուր որ գնում, ուր որ կմտնես նրան ժառանգելու համար։ Եհովան քեզ կզարկե ծիվրական ախտով, հրատագնապ տենդով, ստանք սաղ դիվային հիվանդություններ են, ջերմով եւ այրող տաքություններով, երաշտությունով եւ խորշակահարությունով, բույսերի դալուկով եւ քեզ կհալածե մինչեւ կորչես բնաջինջ լինես։ Պատկերացնում եք։ Մեղքի պատճառով։ Գլխիդ վրայի երկինքը, ստե գրուկա պղինց կդառնա։ Եվ տակիդ երկիրը կչորանա, երկաթի նման կլինի, չես կարա մշակի։ Վերջ անձրևներից կզրկվես, երաշտը կխաշի։ 27-ը տեղ եմ կարդում։ Եհովան Եգիպտոսի պալարներով, թանջքով ու քոսոտությունով, ալերգիկ հիվանդություն, վարդեկային ես կրփում ես։ Պատկերացնում ես, քոսոտ ես, ալերգիա, պսոյաս, տարբեր տեսակի հիվանդություններ կան։ Քոսոտությունով ու երգով կզարկե քեզ։ Ոտքերը տայրվում են իրան։ Որ նրանցից չկարողանաս բժշկվել։ Եհովան ապշությունով ու կուրությունով եւ սրտողով կզարկե քեզ, կկուրանաս, ապուշ ինչա, ժամերով քեզ բանը կբացատրեն, իմաստությունից զուրկ ես, դեբիլի պես կկողնես, ընծանմիտ, դիմացինդ կշվարի, որ քե բացատրում, բայց դու իմաստեն ապուշ է այ մարդեսի, ապշություն է տենց, դժվար իմացությունն է, մարդիկ գիտեն դու հասկացար, բայց դու բան չես հասկացել, քո ուղեղը անջդված է, ուրիշ կոմ է, դևերի հետ է կապի մեջ։ Կուրությունով ու սրտողով կզարկե քեզ, եւ դու կեսօրվա ժամանակին կխարխափես, ինչպես կույրն է խարխափում խավարի մեջ։ Եվ չես հաջողվի քո ճանապարհներում, եւ մի զրկված ու հափշտակված կլինես, եւ ազատող չի լինի, ամեն։
Դու կնկան կնշանես եւ ուրիշը կպարկի նրա հետ, կպղծեն, կշնանակինդ, կպոռնկանան հարսներդ։ Դու կշինես եւ նրա մեջ չես բնակվի։ Այգի կտնկես եւ նրա խաղողը չես ջողվի։ Տեսնում եք, չէ, բայց ես բան չկար օրդության տակ։ Եզդ աչքիդ առաջին կմորթվի, բայց դու նրանից չես ուտիլ։ Էշդ քո առաջից կապշտակվի եւ քեզ ետ չի տրվիլ, կտանեն, կգողանան։ Հոտերդ քո թշնամիներին կմատնվի եւ քեզ համար ազատող չի լինի։ Քո տղերք ու աղջիկերքը մի ուրիշ ժողովրդի կտրվին եւ աչքերդ կտեսնեն եւ բոլոր օրը նրանց համար կնվաղի եւ քո ձեռքում ոչ չի լինի ազատես նրանց։ 33-ը ամենակարևոր բանն է, որ փաստում է քո տան մեջ նզովնա թակավորում։ Քո երկրի արդյունքը, քո բոլոր աշխատանքը, աշխատավարձդ։ Մի ժողովուրդ կուտե, որին դու չես ճանաչում։ Ոնց աշխատում ես բժիշկներին ես կերանում, աշխատում ես ապտեկայի վարիշներին ես կերանում, թալանվում ես ամեն ամիս դեղ բժիշկ, բայց քո դեղ Աստծո խոսքը ու բժշկապետ Հիսուսին թողել ես, ամեն։ Որ նրա խոցերով դու արդեն բուժված ես եւ կրկնակի մեղք ես գործում Աստծո թագավորի նման, քո բժշկարար աղբյուրին թողած Աստծուն մարդկային բժիշկների ես ապավինում եւ նզովյալ դառնում։ Եթե դու բժշկին էլ դիմում ես, բայց ասա Տերին բժիշկը դու ես, սա ժամանակավոր գնում եմ փինվելու, ասա ինչն է իմ մեղքը, եթե դու չբուժես զուր են չարչարվում բժիշկները, եթե դու չպահապանես դևերից, զուր են չարչարվում պահապաններն, ամեն։ Եվ կխելագարվես աչքերիդ տեսածներից, որ պիտի տեսնես, Եհովան կսարկե քո ծունկերին ու սրունքներին չարաչար պալարներով, որ չկարողանաս բժշկություն գտնես, ոտքի թաթից մինչև գլխիդ գագաթ, հոբը ինչ ասավ Տեր, ինչու պտեսի լինի մետ, պայքարեց մինչև բուժվավ և Եհովան վեր առավ հոբի հետ դիվային գերությունը, համ օրհնեց, համ բժշկեց, համ հարստացրեց, նախքինից էլ կրկնակի արավ, ամեն, սա եթե փորձությունը կարճ ժամանակից հետո դու ամենաօրհնվածը կլինես, ու դու այդ փորձության մեջ էլ կասես կին անզգամի նման մի խոսի, մենակ բարիքի համար շնորհակալ լինենք Տիրոջը, թե բարիքի մեջ, թե նեղորվա մեջ, թե լենորվա մեջ փառավորվի Աստված, մենակ նեղորը որ գալիս է հոբի նման քեզ քննի արագի մեջ, որ շուտ վերան այդ փորձությունը, ոչ չի ասա դա սենց է իմ աշխարհն ընենց ես, ոչ տարբերանշան պիտի լինի փառավորի ժողովրդի ու քո միջև, ով Սուրբ հավատացյալ, ով Իսրայել, Եհովան ասեց փարավոնին, կտեսնես իմ ժողովրդի օրհնությունը, քու ժողովրդի անեծքը, կտեսնես, որ ես տարբերանշան կդնեմ Գեսեմի երկրում լույս կլինի քո մոտ խավար, նրանց անասունները կպահեմ, քոնը կջարդեմ, որ տարբերանշանը տեսնես ու հասկանաս քո պաշտած կուռքերի անզորությունը, Եհովայի ամենակարող զորությունը, ամեն։ Տեսեք տարբեր տեղեր եմ ընթերցում, քո միջի օտարականը, Հեթանոսը, քեզանից գերազանց կապրի, գերազանց կլինի, օրհնված, արտաքինից էլի, բայց ինքը կյանք խաղաղություն չունի, արտաքինից օրհնված կլինի, եւ քեզանից շատ կբարձրանա, եւ դու ցած ու ցած կիշնես, նա քեզ փող կտա, կգնաս կմուրաս նրա ձեռների տակ, նա քեզ փող կտա, բայց դու նրան փող չես տա, նա գլուխ կլինի եւ դու կլինես ագի, պոչ, ամեն, Հեթանոսը քեզնից լավ կապրի, ֆինանսապես, հագու կապով ուտելով, որ քո երեխեն կնայի ու կերազի, որ իրա պապան լիներ այդ Հեթանոս պապան, ու կգա քեզի կասա դու կամաչես, կասա բա ուրա պապա մեր հոր օրհնությունները, բա ինչու է այդ Հեթանոսը տենց օրհնված մենք անիծված, Իվան, ծավագեր, լավ էլ մենակ փողը մի կողմ դնենք, նեղությունա դուրս կգան, բա հիվանդությունը, բա անհաջողությունը, բա ռախիդ երեխեքի ծնվելը, բա քավսկեղները, ճնշումները, տարատեսակ հիվանդությունները, բա այդ ինչա, անգամ Հեթանոսը չի ունենա դու կունենաս, որ գոնե տեսնես ասես Տեր ուրեմն ես Հեթանոսից պիղծ եմ քո առաջ, որ քո բժշկարար աչը փակել ես, քո օրհնող ձեռքը փակել ես, օրհնության վինտիլներն էլ փակել ես,
որ ես գոնե դառնամ ասեմ Գեդեոնի նման, բա եթե Տեր Աստվածը մեր հետ է, ուր է այդ օրհնությունները։ Այդ սրա համար է փակում։ Եվ Եհովան քեզ վրա հերվից Եվ Եհովան քեզ վրա հերվից, երկրից ծայրերից, արծիվի թրջելու պես մի ասկ կբերե։ Հիշում եք, երբ Սողոմոնը ծռվավ ինչքան հալածիչներ դուրս եկան։ Բա ինչու մինչև այդ չկային։ Կային, Տերը չէր թողում դրանք շարժվեին դեպի Սողոմոնի թագավորությունը։ Երբ նա կնոջ կրքոտ ցանկությանը գերի գնալով թողեց Աստծո պատվիրաններ ու քամոսներ եւ աստարոթներ շինեց ու պաշտեց, Աստված բարկացավ ու թշնամիների սրտին դրեց, որ գան ու հալածեն Սողոմոնին, գոնե խելքի գա։ Եվ խելքի չեկավ, եւ այտենց էլ կործանվավ ու կորավ։ Մի պինդերեսարսկ, հալածիչ, թշնամի, քամի, փոթորի կռիվ, դա դատաստան կլինի արդեն դեմդ, բայց առաջ չկար։ Քո չար գործերի համար, որ թողեցիր Տիրոջ։ Մի պինդերեսարսկ, որ ծերերին պատիվ չի անիլ, եւ տղայի երեխեքի վրա գուտ չի ունենալ, եւ նա քո անասունների պտուղը քու երկրիդ պտուղը կուտե եկամուտներդ կտանի, մինչև որ դու բնաջինջ լինես, որովհետև քեզ համար չի թողիլ ցորեն, գինի, յուղ, գովերից ծնունդը, ոչխարների թոտերը, մինչև որ դու բնաջինջ լինես։ Եվ ամենակարևոր կետն եմ կարդում ես Իսախ, եթե կուզեք դուք շարունակեք, որ ինչքան դաժան բանա լինելու եւ պաշարման ժամանակին քո թշնամիները քեզ ները գցած ժամանակին քո որովայնի պտուղն ես ուտելու։ Փարթամ երեխեքիդ ես ողջակեզ անելու, մորթելու, ուտելու։ Եթե այս գրքի մեջ գրված օրենքի ամեն խոսքերը զգուշությամբ չկատարես, 58-ից եմ ընթերցում, որ վախենաս այն պատվական եւ ահավոր անունից քո Եհովա Աստվածանից է։ Եհովան էլ քեզ եւ քո սերունդին կզարկի անսովոր հարվածներով։ Տեսեք, բա ինչու օրհնության չկար մի հատ։ Օրհնության մեջ ինչու չկար մետեղ որ կզարկվես դու։ Որտեվ Տերը մեռացա որ թողա դևը գա մեզի զարկի։ Պողոսին մի հատ խայթոցեր եկե, Տեր ասում էր հեռացրա, սա ինչ գործ ունի օրհնված ժողովրդի հետ, ամեն։ Մինչև պատասխան եկա, որ Պողոս ես եմ ուղարկել, գնա խոնարհաբարանցի վերջում կեռան այդ խայթոցը։ Ինչպես 10 թվից իմ խայթոցը հեռացավ, ուր է դա 16 տարի արդ։ Բայց եթե ես կրկին գնամ մեղքի ու պղծության եւ կռապաշտության 7 նապատիկ ավելի կդիվահարվեմ, ամեն։ Եթե այս գրքի մեջ գրված այս օրենքի ամեն խոսքերը զգուշությամբ չկատարես, որ վախենաս այն պատվական եւ ահավոր անունից, քո Եհովա Աստվածանիցը, Եհովան էլ կզարկե քեզ ու քո սերնդին անսովոր հարվածներով, մեծ եւ երկարատև հարվածներով, չար եւ երկայն հիվանդություններով, չար եւ երկայն անբուժելի ռագներ, շաքարներ, քաղցկեղներ, ճնշումներ, գանգրենաներ, ինչը որ թափած է այսօր աղանդավորական եկեղեցու հովիվների եւ գառների վրա։ Եվ քեզ վրա կդարձնե Եգիպտոսի բոլոր հիվանդությունները, որոնցից դու վախենում ես եւ նրանք քեզ կփակչեն։ Նաեւ ամեն հիվանդություն եւ ամեն հարված, որ այս օրենքի գրքում գրված չէ, Եհովան քեզ վրա կբերե մինչև որ դու բնաջինջ լինես։ Էլի եմ ասում, եթե դու որևիցե բանով գնում ես բժիշկների փինվելու, նրանք չեն կարա հոգիդ բուժեն, բայց այդ արանքում քննատեր այո ես անցավոր եմ, թողել եմ գիրքը, թողել եմ պաշտամունքը, թողել եմ խաղաղության գնահատումը, խաղաղությունը արժեք չունի իմ համար ամեն սնոտի բանի մար կզոհեմ, ատոր համար կծեծվեք դուք, հա ժողովուրդ, բժիշկները կփինեն ձեզի, մենք դեմ չենք, ում հավատքը թերիա թող գնա, մեկը չի էլ բուժվելու, հիշեք 10 բորոտները, որ բուժվան, մեկը կատարյալ բժշկվավ, ամեն։ Եթե կատարյալ բուժում ես ուզում, դու պետք է կատարյալ հոգեկան բուժում ունենաս, խաղաղություն ու ուրախությունը արժեքավորես, Աստծո խոսքի աղոթքի եւ պաշտամունքի սիրահար լինես եւ ամեն տեղ վկայես, ուրանալ ամենամեծ մեղքերից է։ Ով քո կողքը նստում է մի բերան Հիսուսից չես խոսում։
Ուրեմն, եւ նաեւ ամեն հիվանդություն եւ ամեն արված, որ այս օրենքի գրքում գրված չէ, Եհովան քեզ վրա կբերե, մինչև որ դու բնաջինջ լինես։ Եվ սակավաթիվ մնաք դուք, որ շատությամբ երկնքի աստղերի պես էիք, քո Եհովա Աստծոյ խոսքը չլսելու համար բնաջինջ եք լինելու։ Եվ ինչպես որ Եհովան ուրախացավ ձեր վրա ձեզ բարություն անելով եւ ձեզ շատացնելով ու շատ իր օրհնված ժամանակ, այնպես ալ Եհովան կուրախանա ձեզ վրա, ձեզ կորցնելով եւ բնաջինջ անելով, ինչի համար որ քո նման անառակը Օսո անունը, որ ամեն օր հայոյել է տալիս, վերանա երկրի վրայից։ Իսկ ով Օսո անունը փառավորել է տալիս, նրան պահելու է, օրհնելու է, շատացնելու է։ Եվ ջնջվիկ այն երկրի վրայից, ուր որ հիմա գնում ես նրան ժառանգելու։ Ամեն։ Եվ Եհովան ասում է քեզ, այնտեղ դողացող սիրտ կտե թշնամի երկրում գերի ես գնալու, աչքի նվաղում եւ հոգու տրտմություն, եւ կյանքդ արչևումդ կախման մեջ կլինի ուրիշից, եւ գիշեր ցերեկ կվախենաս եւ կյանքումդ ապահով չես լինի, ու վերջում էլ բնաջինջ կլինես, ամեն։ Հələ մի հատ նայեք, ինչ էր օրհնությունը եւ ինչա անեցքը։ Հիմա ընթերցում եմ Ղևտացիների գիրք 26-րդ գլխից 1-ից 20-ելի տեղ։ Բայց լավ կլինի Օրինացիս 28-ը եւ Ղևտացիս 26-ը, սրանք են միակ տեղերը Աստվածաշնչում, որ ծիրից ծեր խոսում են օրհնության եւ անեցքի նշաններից։ Շատ կարդացեք սրանք։ Ամեն տեղ կա, բայց ուղիղ որ խոսում է օրհնության եւ անեցքից, երկրորդ Օրինացիս 28-րդ գլուխ, Ղևտացիս 26։ Ինչպես պատվիրանները երկրորդ Օրինացիսին գումա գրված ծիրից ծեր, լման եւ ելից 20-ում, ամեն, էլ ուրիշտեղ ծիրից ծեր չես տեսնի։ Ամենտեղ կա պատվիրանները։ Դրա համար այս համարները շատ կարդացեք, այս գլուխները շատ կարդացեք, որ տեսնեք ձեր տներում օրհնությունն է քայլում, թե նզովքը։ Ղևտացիս 26։ Դուք ձեր Եհովա, դուք ձեզ համար չաստվածներ եւ կուրքեր չշինեք, չաստվածներ եմ ասում, մարմնի կրքոտ հաճույքն էլա կուրք դառնում։ Ինչի համար որ կորցնում ես քո խաղաղությունը, դա չաստված կուրք է։ Ասուց սիրելի հաճույք նպատակ իր ցանկություն համարվում է չաստված, որի հետևում թաքնված են դևերը։ Մովսես ինչ ասում, պաշտեցին աստված դևերի, որոնք աստվածներ չեն, դևերին հիմար պաշտեցին։ Բոլոր խախտումների հետևում դևեր են թաքնված, ամեն։ Բոլոր օտարվարդապետությունները բերողները դևերն են, բերում եւ քո մեջ սերմանում են ու դու հիմարաբար ընդունում ես։ Ձեզ համար արձաններ չկագնեցնեք եւ պատկերավոր կոթողներ ձեզ համար երկրի մեջ նրանց երկրպագություն անելու համար, որովհետեւ ես, տեսեք, որովհետեւ ես եմ Եհովան ձեր Աստվածը, եթե անեք թե իշ կլինի։ Իմ շաբաթները պահեք, հիմի խոսում է օրհնությունից, եւ իմ սրբարանը հարգեք, ես եմ Եհովան։ Եթե իմ կանոններով գնաք եւ իմ պատվիրանքները պահեք, տեսեք, ես էլ տարբեր տեղեր ա գրած։ Շատ տեղեր կա, բայց ես երկու տեղ եմ վերցրել, հիմք, որ չկա ոչ մի տեղ հիվանդություն ու ցավորդության տակ, եւ չկա որևիցե տեղ անես, որտեղ հիվանդությունը, ցավը ու վաղաժամ մահը չլինի գերագույն տեղում, ամեն։ Եթե իմ կանոններով գնաք եւ իմ պատվիրանքները պահեք եւ նրանց գործ դնեք, ես էլ ձեզ անձրևներ կտամ իր ժամանակին, երկիրը իր արդյունքը կտա եւ դաշտի ծառերը իրենց պտուղը կտան։ Չի ասում որդերը կուտեն, մարախը կուտի, ամեն, կցանես, կքաղես եւ եկամուտ կստանաս։ Եվ ձեր կալը կհասնե մինչև այգեկուտ, եւ այգեկութը մինչև վարելու ժամանակը կհասնե, եւ ձեր հացը կուշտ կուտեք, եւ ձեր երկրի մեջ ապահովությամբ կբնակվեք։ Տեսնում եք։ Եվ ես խաղաղություն կտամ երկրին, տեսեք մեր աղոթներով մեր երկրին տվես խաղաղություն, եւ հանգիստ կպարկեք եւ մի վախեցնող չի լինի։ Բայց եթե դու վախենում ես, դու դիվահար ես, դու մեղքեր ունես ու անցավոր ես Աստծո առաջին, սիրո մեջ վախ չկա։ Դու անգամ մեռնելուց պետք է չվախենաս, որովհետև քո մարմնն ընջել է,
Հորեդ հանդիպումա, երկնքի osոներկայության մեջ մտնելը դու ինչ ունես վախենալու, իսկ եթե դու վախենում ես, ուրեմն մեղքեր ունես, ամեն։ 7-րդ խոսք, եւ ձեր թշնամիներին կհալածեք եւ նրանք սրով կընկնեն ձեր առաջին, եւ ձեզանից 5-ը հայրուրին պիտի հալածե, եւ ձեզանից 100-ը բյուրին պիտի հալածե, եւ ձեր թշնամիները սրով պիտի ընկնեն ձեր առաջին, վերջը բնաջին չկանեք, կհաղթեք, կջախջախեք, եւ ձեր մեջ ման կգամ, եւ ձեզ համար Աստված կլինեմ, եւ դուք ինձ համար ժողովուրդ կլինեք։ Ես եմ Եհովան ձեր Աստվածը, որ ձեզ Եգիպտացիների երկրից անեցի, եւ նրանց ծառա չլինեք, եւ ձեր լուծի կապերը փշրեցի, եւ ձեզ բարձրագլուխ մանածեցի։ Անկամ դու ծառա չես ելնի, եթե ճիշտ ապաշխարես, դու կդառնաս ղեկավար, հեթանոսը կգա քո տունը կաշխատի, քեզ կծառայի, ամեն։ Բայց շատ կա, տեսեք, ցավ, հիվանդություն, նեղություն, տառապանք չկար, էլի 1-ից մինչև 13 ընթերցեցի, հիմա 14-ից կարդում եմ, տեսեք, կարճ 2-3 խոսքում ինչ էրա գալու քո գլխին, եթե ծռվես, նույն օրհնված ժողովուրդը, ինչը թագավորած շրջանում, դատավորած շրջանում, պարզ գրուկա գործերով, ուղղվողներին ոնց էր Աստված օրհնում պահում, ծռվողներին ոնց էր նզովում եւ պատժում։ Բայց եթե ինձ չլսես եւ այս բոլոր պատվիրանքները չկատարեք բոլորը, եւ իմ կանոնները անարգեք, առամարեք, գրվածը բայց ով է դրան լսում, եւ ձեր օքին իմ դատաստաններից զզվի, որ իմ բոլոր պատվիրանքները չանեք եւ իմ ուխտը դրժեք, ես ալ սականեմ ձեր վրա, կուղարկեմ տագնապ, տեսակ, հենց ծռվակ ու չուղղվակ, կա այդ մի տարի տևի, կա 6 ամիս տևի, ես ալ սականեմ ձեր վրա, կուղարկեմ տագնապ, ծիվրական աղտ, հրատագնապ տենդ, որ աչք է փչացնում եւ հոգի մաշեցնում, եւ ձեր սերմը դատարկ տեղը կսերմեք, որովհետեւ ձեր թշնամիները կուտեն նրան, եւ իմ երեսը ձեր վրա կդասնեմ, եւ ձեր թշնամիների առաջին կսպանվիք, ամեն, երեխեքին կմորթեն, ըղիներին կճղեն, ծերերին կսպանեն, եւ ձեզ ատողները կիշխեն ձեզ վրա, եւ կփախչեք առանց մեկը ձեզ հալածելու, եւ եթե մինչև այսքանը ինչ չլսեք, այն ժամանակ ձեր մեղքերի համար ձեզ 7 նապատիկ կպատժեմ եւ ձեր զորությանը պարտությունը կկոտրեմ եւ ձեր երկինքը պղնձի պես եւ ձեր երկիրը երկաթի պես կշինեմ, սովը կպատի եւ կբնաջնջվեք, ամեն։ Հիմա տեսնում եք, որ Աստվածաշնչում ամեն ուրեք նույն բանն է գրված, եթե օրհնված եք, դու գլուխ կլինեք, հարուստ կլինեք, հոգով եւ մարմնով, ամեն, հալածանք կունենաք միշտ, անոր կուզի Աստվածապաշտյանքով ապրի, միշտ պիտի ատվի խավար աշխարհի կողմից։ Հալածանքը հիվանդություն, ցավ, վաղաժամ մեռնել չի։ Հալածանքը ացի կարոտ մնալ չի, այլ դու պիտի հալածվես, գաս այդ բարիքները վայելելով ուր խնաս, փարտոս, զորանաս, գնաս նորից հալածվես, ամեն, ասես փառավորվի Քրիստոսը։ Հիսուս ունեմ, հոգսեր չունեմ, այսօր լաց կա, արտուն ուրախություն կա, ամեն։ Հեսօր նեղությունը, առավոտ աղոտ քեզ անում, հրեշտակը բերում, գումարը կամ հացը դնում գնում է, կամ մեկի սրտին դնում, հասնում օգնում է, փառավորվի Քրիստոսը, եւ այս նեղությունների մեջ դու ավելի ես զորանում, օրհնվում եւ հարստանում, ամեն։ Եթե օրհնված ես, կարճ ժամանակից հետո դու գլուխ կլինես եւ ոչ թե ագի, դու հարուստ կլինես հոգով, մարմնով, ուրիշին կհասնես, որ ցույց տաս տարբերանշանը քո եւ իրա։ Ասես նայիր ինձ, Տերս ոնց օրհնես, նայիր քեզ, իմ դասընկեր Վաղարշակը։ Նա գնաց ձախ, ես գնացի աջ, նա գնաց նզովքի ճամփեն, ես գնացի Հիսուսի նեղուփշոտ ճամփեն։ Հիմա նրա ընտանիքը քար ու քանդելով հիվանդ մեռնում է, իսկ ես օրհնվում եմ, աճում եմ, բազմանում եմ, հարստանում եմ, ամեն, թե հոգով, թե մարմնով, ամեն, կաղնենք աղոթքի, որ իրականից անկեղծ լինեն ժողովուրդը, ժողովուրդ մի հատ բան ենք ասում, դու ջե չարանում եք, բա որ ձեզի մեր քրֆեն, հայոյեն, անբարոյական ասեն ինչ կլինեք, ձեր եսը գործում է, դրա համար չեք օրհնվում,
100% քննեք, դու մեռելի պես պետք է լինեք, եղած չեղած խնդակ, ուրախությամբ ծնեք գնա։ Եթե քե ինչ ասում են դու խնդաս, ուր խնաս, կռիվ կլինի։ Չէ, որ մի կողմը, այլ թե կին, քուր թե աղբեր, հարևան, բարեկամ, եթե դիմացին անարգում է, դու ցնծաս ընդունես հալածանք, ասես փառքես իր լավա թանգարոց հալածանք ընդունեցի այսօր։ Կռիվ չի լինելու։ Կռիվը երկու ագրեսոր մարդկանցից առաջանում, երկու։ Ամեն, եթե մեկը խաղաղարար լինի, մեկը կռվազան, ասեն այդ կռվազանին կասեն խելապոկաս էսի գիժա, խոսում թող խոսա թողա գնա, ամեն։ Բայց եթե դիմացինն էլ ագրեսոր ես ասեր, մի հատ դիմացինն ասա, վենի դուց բեթերն ա տալում ու կռիվը սկսվում։ Արեք խաղաղության մարդ լինենք, որոշնվենք եւ Աստված ասում է խաղաղությունով ձեզ պիտի օրհնի։ Ասո խաղաղության մեջ հարատևելով դու պետք է օրհնվեք, ամեն, ու ուշադիրել եք սատանան գալիս է հենց առաջինը մեր խաղաղությունը տանի, կաղնենք աղոթքի։ Փառքես քնչելի Հայր, փառքես գովելի Տեր, փառքես երկինք ու երկիր արարող ամենակարող զորիմ Տերս, անունդ փառավորվի, անունդ մեծարվի, անունդ պաշտվի ով մեծնազոր Տեր, այսօր տյալ պատգամը մեզ փոխանցելու համար շնորհակալ ենք քեզանից, օրհնում փառաբանում ենք քեզ, որ մենք Տեր ուրիշներից գործ չունենանք, մենք մեզ քննենք, մեր եկեղեցու միջի տկարներին զորացնենք, մեր եկեղեցու միջի անեստները քանդենք եւ նրանց բերենք դեպի օրդության ճանապարհները։ Խնդրում եմ քեզանից կոտրած ու խոնար հոգի տուր այս պատգամը լսողներին, որ լսեն ու հայտարարեն, որ իրենք անիծված են, Տեր Աստված իրենց սիրտը փոխիր եւ օրդնության սիրտ պարգևե, նոր սիրտ նորոգի նորեություն եւ նրանց պղծված սարդիկեի սպոկիր տեղափոխիր Սուրբ Անարատ Ֆիլադելֆիայի գնդերը, որտեղ ճշմարիտ ծնունդը ստանալով նրանք արժանանան հափշտակությանը, որտեղ փրկությունը անատական է սքանչելի Տեր եւ ոչ թե խմբակային, անունդ փառավորվի, բայց սուրբ դառնալու համար խմբակային սրբեր են պետք, որ մեկը մեկին հորդորելով կատարյալ սրբության հասնեն։ Փառքեզի սքանչելի Հայր, օրտե պաշտամունքի մնացած ժամն ու վայրկյանը փառավորվիր ու մեծարվիր Հայր ավիտենության որդուց Հիսուսի անունով, ամեն։